Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր, այո, մենք սկսում ենք նոր աշխատանքային օր, հուլիսի 7-ի առավոտը միասին հանրայինի ուղիղ եթերում։ Առավոտը ձեզ հետ միասին կանցկացնեն Սևակ Հակոբյանը Եվ իհարկե Տիգրան Հարությունյանը։ Բարի լույս բոլորին, ովքեր միացել են մեզ, լավ օրվա բաղադրատոմսը մեր ձեռքերում է։ Եվ մենք սկսում ենք բարի լույս։ Ոչ մի երազանքիցդ ինձ լսես չես հրաժարվի Մեկա իմ ու քո սրտում սեր կա Մեկա էդ սիրուն տեր կա Վերկաց մոտարի ու բարի Մեկա իմ ու քո սրտում սեր կա Մեկա իմ սրտով երկա Վերկաց մոտարի ու բարի Սիրում են, սիրտս քեզ ներում են, ինձ լսես հենց այդպես կաներ Մեկա, իմ ու քո սրտում սեր կա, մեկա էդ սիրուն տեր կա, վերկաց մոտարի ու բարի Մեկա, իմ ու քո սրտում սեր կա, մեկա իմ սրտով երկա, վերկաց մոտարի ու բարի Մեկա, իմ ու քո սրտում սեր կա Մեկա էդ սիրուն տեր կա, վերկաց մոտարի ու բարի Մեկա, իմ ու քո սրտում սեր կա, մեկա իմ սրտով երկա, վերկաց մոտարի ու բարի Սիրուն տեր կա, վերկաց մոտարի ու բարի Մեկա, իմ ու քո սրտում սեր կա, մեկա իմ սրտով երկա, վերկաց մոտարի ու բարի Մեկա, իմ ու քո սրտում սեր կա, մեկա էդ սիրուն տեր կա, վերկաց մոտարի ու բարի Մեկա, իմ ու քո սրտում սեր կա, մեկա իմ սրտով երկա, վերկաց մոտարի ու բարի Սուրճ ու սեր առավոտից։ 9:34 կրկին ասում ենք բարի լույս նրանց ովքեր այս բանը լսում եւ դիտում են հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Իդեպ այո, մեզ կարող եք նաև դիտել, ովքեր առաջին անգամ են մեզ լսում, մեր բնականաբար հավատարիմ ունկնդիրները գիտեն, բայց ովքեր առաջին անգամ են մեզ հետևում, ասենք, որ բացի 107.7 հաճախականությունից մեզ կարող եք նաև տեսնել մեր Facebook-յան հարթակում Հայաստանի հանրային ռադիո, ինչպես նաև մեր պաշտոնական կայքում armradio.am Հուլիսի 7-ն է 2026 թվականի օրը 3 շաբթի եւ բացենք անհրաժեշտ տեղեկատվության պաշարը, եթե դեմ չէ Սևակ։ Այո, այս օրերին եւ ընդհանրապես միշտ եղանակի կանխատեսումները պահանջված են, դրան գումարվել են նաեւ ճանապարհ տրանսպորտային տարատեսակ փոփոխությունները երթևեկության հետ կապված, բայց սկսենք եղանակից, հետո տեսնենք ինչ պատկեր է մեր մայրաքաղաքում։ Հանրապետության տարածքում այսօրվանից մինչև վաղը շրջանների զգալի մասում առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև ու ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Առանձին հատվածներում իդեպ անձրևները կլինեն խիստ հորդառատ քամին արևմտյան 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Մայրաքաղաքում եւս այսօր վաղը կարճատև անձրև ու ամպրոպ է սպասվում, ամպրոպի ժամանակ նաեւ քամու ուժգնացում։ Այսօր առավելագույնը 30 աստիճան կլինի մեր մայրաքաղաքում, երեկոյան 25, իսկ գիշերը 20 աստիճան տաքություն է կանխատեսվում։ Եվ հեռախոսային հավելվածն էլ հուշում է այս պահին բավական արևոտ եղանակ է եւ 22 աստիճան տաքություն է մեր մայրաքաղաքում։ Առաջարկում եմ տեղափոխվել ավտոճանապարհներ, նախ խոսենք հանրապետության ճանապարհներից։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանում ավտոճանապարհները անցանելի են եւ նաեւ Վրաստանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից նաեւ իմանում ենք, որ Ստեփանց-Մինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ահա, սա մեր այն ռադիոլսողների համար, ովքեր այսօր մայրաքաղաքից դուրս պլանավորում են երթևեկել կամ մեզ հետևում են մարզերից, լսում են մարզերից, իսկ հիմա տեղեկատվություն այն մարդկանց համար, ովքեր այսօր պատրաստվում են երկրից գնալ կամ գոնե մարդ կա դիմավորելու, ում համար պետք է հասնեն Զվարթնոց օդանավակայան, տեսնենք օդային ճանապարհներին ինչ իրավիճակ է։ Ժամանումների սանդղակից տեղեկանում ենք, որ ունենք այս պահին Լառնակայի վաղաժամ չվերթը 10:25-ի փոխարեն, այն Երևան կժամանի ժամը 10:09 րոպեին։ Սոչի թռիչքը, վայրեջքը ավելի ճիշտ կուշանա 11-ի փոխարեն, տեղի կունենա 11:30-ին։ Երկու վաղաժամ թռիչք եւս Դուբայի երկու թռիչքները 11:25-ի փոխարեն Երևան կժամանեն ժամը 11-ին։ Եվ Աբու Դաբի 12:20-ի նախատեսված վայրեջքը փաստորեն չեղյալ է հայտարարվել։ Գնանք մեկնումների դաշտ։ Տեսնում ենք ունենք 3 ուշացում։ Ահա, առաջինը Ստամբուլ, չէ՞։ Չէ, Ստամբուլը արդեն ներողություն, Վոլգոգրադը։ Այո, Վոլգոգրադի երկու չվերթները 9:55-ի փոխարեն կմեկնեն 18:55-ին։ Մեծ տարբերություն երկու թռիչքների մասիների դեպսա խոսքը։ Այո։ Եվ Սոչին էլի ունենք ուշացում 11:55-ի փոխարեն 12:20։ Այսպիսին է մեկնումների ժամանակացույցը։ Մենք շարունակենք եւ օդային տարածքից վայրեջ կատարենք դեպի Երևանյան փողոցներ, տեսնենք որտեղ հուսադրող չի հարաբես պատկերը։ 7 բալ է այս պահին խցանումային նիշը եւ այս պահի դրությամբ ունենք երկու ավտովթար, մեկը Հերացու փողոցի վրա է, թունելից որ դուրս են գալիս, ձախ հատվածում Հերացու ունենք վթար, իսկ երկրորդ վթարը Գարեգին Նժդե փողոցի վրա է։ Այս պահին այդքան էլ վթարարատ չէ եւ Փառք Աստծո, որտեղ լինում են առավոտներ, երբ 5-ից 7 վթարի մասին ենք խոսում ես ու Լուսինեն։ Այս պահին Փառք Աստծո երկու ավտովթարը հիշեցնում ենք, եղեք զիջող սիրելի վարորդներ, օգտագործեք թարթիչը, եղեք կանխատեսելի ձեր գործընկեր վարորդների համար եւ մի փորձեք վազանց կատարել աչից։ Եվ հիշեք, որ այս ժամերին հատկապես ծանրաբեռնված է երթևեկությունը, շտապելը ոչ մի օգուտ չի տա, ընդհակառակը վթարային եւ խցանումային իրավիճակներ կստեղծի եւ արի ողջունենք այն մարդկանց, ովքեր այս պահին Կիևյանի կամրջի փակ լինելու պատճառով շրջանցում են այն տարատեսակ փողոցներով, որոնք շատ ծանրաբեռնված են այս ժամերին։ Ողջունենք նրանց, ովքեր հիմա մեզ լսում են Դավթաշենի կամրջի վրա կանգնած կցանման մեջ եւ լսում են հանրային ռադիոն։ Դե ձեզ համար ներկայացնենք նաեւ օրվա փոխարժեքը ըստ կենտրոնական բանկի ամերիկյան 1 դոլարը 367 դրամ 47 լումա է, եվրոն 419 դրամ 65 լումա, ռուսական ռուբլին 4.7 է, վրացական լարին 139 դրամ 2 լումա, բրիտանական ֆունտ ստերլինգը 490 դրամ է 2 լումա, իսկ ահա արաբական Միացյալ Էմիրությունների դիրհամը 100 դրամ եւ կես լումա։ Նաեւ իրանական ռիալի մասին չմոռանանք, այն 0.026 եւ մի շարք այլ թվեր, կարծես անփոփոխ է վերջին շրջանում։ Այսպիսին է հուլիսի 7-ի անհրաժեշտ տեղեկատվության պաշարը, քիչ անց կբացենք նաեւ օրացույցը։
9:43 Լսում ենք Ethno Colors-ին ջուր կուքեր, պատահական չէ այս երգը այսօր շնչեցրինք, Կիրակի օրը առատ է լինելու ջրի տեսանկյունից Վարդավառն է նշվում Հայաստանում, տարատեսակ վայրերում իհարկե այն հետաքրքիր միջոցառումներով կնշվի, իսկ հա Երևանում մեծամասշտաբ փառատոն է լինելու, որի կարգախոսն է ոչ ոք չոր չի մնալու Տիգրան։ Դե բնականաբար։ Կարող է լինել ջրից ոչ ոք չոր դուրս չի գալու, բայց դա մի փոքր քաղաքական ենթատեքստ ունի։ Երևանի քաղաքապետարանը բոլորին հուլիսի 12-ին հրավիրում է Հանրապետության հրապարակ, որտեղ տարատեսակ միջոցառումներ են լինելու՝ վազքի մարաթոն, ջրային ակտիվություններ, մանկական ժամանցային գոտի, սննդի գոտի է լինելու բնականաբար եւ իհարկե համերգ, ջրային ակտիվությունները ժամը 12-ից կմեկնարկեն, իսկ ահա տոնական համերգը ժամը 1-ից մինչեւ ժամը 20-ը տարբեր արտիստներ են ելույթ ունենալու եւ հատուկ այս առիթով Հայաստան է գալիս Ալեքս Գաուդինոն, DJ, ինչպես նաեւ մեր տեղացի DJ-ները եւ արտիստները այդ օրը եւս մեկ տոնական գալիս է ջրվելու։ Այո։ Եվ ես արդեն պատկերացնում եմ Հայաստան տեղափոխված ռուս բլոգերների արձագանքը, որոնք միշտ զարմանում են, որ մեր երկրում ամեն օրը տոն է եւ հրաշալի այդ տոները կազմակերպվում են։ Այնպես որ հանեք ձեր բջջայինների, տեսախցիկների պատիառները, պատրաստվեք, որպեսզի ջրից պաշտպանեք տեխնիկան եւ պատրաստվեք ջրվելու նաեւ։ Այո, եւ հիշեք ոչ ոք չոր չի մնալու։ Այո։ 9:44 ձեզ հետ հանրայինի առաջին ալիքն է, հուլիսի 7-ն է, օրը 3-շաբթի, տեսնենք ինչ կա չկա մեր օրացույցում։ Եվ մի կարևոր օր, որը լավ կլինի 365 օր փորձենք այս զգացողությունը ունենալ, ներողամտության գլոբալ միջազգային օրն է այսօր Global Forgiveness Day։ Եղեք ներողամիտ, այո, անիմաստ պատճառներով հատկապես մի փորձեք իրար վիրավորել, նեղանալ, բայց ներել դա տրված է ոչ բոլորին։ Ոչ բոլորին։ Այո։ Նաև քաղցրասերներին ուրախացնենք, այսօր շոկոլադի միջազգային օրն է։ Եթե ներել չի ստացվում, շոկոլադ կերեք եւ փորձեք ներել կամ։ Սկալ է նվիրել շոկոլադ։ Այո, ով ձեզ նեղացրել է կամ դուք ում նեղացրել եք, շոկոլադ նվիրեք։ Այսօր շոկոլադի օրն է, մի փոքր անց նաեւ շոկոլադի հետ կապված հետաքրքիր փաստերի կանդրադառնանք, իսկ հիմա գանք ազգային տոներին։ Խնդրեմ, նահանգները ինչպես միշտ առատ է այս անսովոր եւ արտասովոր տոներով կովերին երախտագիտություն հայտնելու օրեն նշում ամերիկացիները ամենայն լրջությամբ։ Այսօր նաև մակարոնի ազգային օրն է, խոսքը թխվածքաբլիթի մասին է, ոչ թե մեր իմացած մակարոնեղենի, նաև դրա ազգային օրն է նշվում Միացյալ Նահանգներում։ Ճշմարտություն, խոստովանելու օր են նշում ամերիկացիները, դե շոկոլադի օրը նաև առանձնահատուկ նշվում է հենց այնտեղ նահանգներում։ Մի հետաքրքիր ընտանեկան օր, հայր ու դուստր միասին զբոսնելու ազգային օր։ Հետաքրքիր է։ Հայր եւ դուստր բարի մասին լսել ենք, գիտենք, բայց այս զբոսանքի մասին փաստորեն նաև կա այդպիսի տոն։ Հնդկաստանում շարունակվում է Ծառատունկի ազգային փառատոնը, այն երեք եւս մենք այդ մասին խոսել ենք։ Այլ երկրներում, չգիտեմ, կա Ուկրաինայում բնական արգելանոցների աշխատակիցների օրն է։ Տեսնենք ինչ իրադարձություններ եւ դեպքեր են գրանցվել տարիներ առաջ այսօրը, գնանք մեր երիտասարդության տարիներ եւ հիշենք այն հերոստախաղը, որին բոլորս ուշ-ուշով հետևում էինք։ Երիտասարդություն, մանկություն, սկզբում չէ, այլ երկրների խաղերին էինք հետևում, մինչեւ որ Հայաստանը կարողացավ նաեւ ունենալ այս ձևաչափը, խոսքը Ford Boyard հերոստախաղի մասին է, որը փաստորեն 1990 թվականի այսօրն է առաջին անգամ եթեր հեռարձակվել։ Հայր Ֆուրասին հիշեցի։ Հիշում ես իմաստուն այդ ծերուկը, որը վերևից հարցեր էր տալիս, այո, պասպարտուին, չմոռանանք, եւ երկու նաեւ այն կերպարներին, գաճաճներին, չէ, որոնք ամեն կերպ փորձում էին օգնել։ Մետաղադրամները, ինչ հետաքրքիր է, հետո հիշում ես, երբ հայերը մասնակցեցին, այլ ավելի հետաքրքիր, այո, բոլորս հետևում ենք։ Թվում էր թե չի գա այդ օրը, երբ հայերիկ տեսնենք այդտեղ։ Իդեպ մի խաղ է, որը վստահ եմ, եթե այսօր էլ հայկական որևէ հեռուստաընկերություն ձևաչափը գնի եւ ցուցադրի, էլի մեծ հետաքրքրությամբ կհետևենք։ Այո, այո։ Երաժշտական իրադարձություն ունենք նաև գրանցված 1990-ի այսօրը ժամանակի 3 նշանավոր տենորներ Լուչիանո Պավարոտին, Պլասիդո Դոմինգոն եւ Խոսե Կարերասն առաջին անգամ միասին ելույթ են ունենում Հռոմում։ Ինչ հետաքրքիր է։ Էլ ինչ կա այսօրը սպորտային մեկ պատմական իրադարձություն 1983 թվականի այսօրը Ուիմբլդոնի մրցաշարում 17 տարեկան Բորիս Բեքերը դառնում է ամենաերիտասարդ հաղթողը։ 1968-ին վերջնականապես դադարում է գոյություն ունենալ The Yardbirds խումբը, որի մասունքներից աշնանը ձևավորում է Led Zeppelin ռոք խումբը։ Ահա,
տես պաստորեն լավ առիթով է այս մի խումբը կազմալուծվել 1891 թվական American Express առաքման ծառայությունը արտոնագրել է պատմության մեջ առաջին ճանապարհային կտրոնը։ Գնանք դեպի մանկություն, հիշենք հեքիաթներից այսպես վառը 1881-ին Հռոմում առաջին անգամ տպագրվեց Կարլո Կոլոդի Պինոկիո հեքիաթը։ Հայտնի Պինոկիոն։ Եվ 1668 թվականին Իսահակ Նյուտոնը ստացավ գիտությունների մագիստրոսի կոչում։ Կշարունակենք քիչ անց, կիմանանք նաև ովքեր են ծնվել հայտնի մարդկանցից այսօրը։ When I call your name, you'll be on your way. You'll be on your knees, praying for my love. When you call my name, and I let you play, oh baby, please, come call my bluff. 'Cause I don't need no alibis. You fall each and every time. Hand me your heart on a plate, and I still hear you say, baby, won't you stay for a minute? Stay for the pain, dance in the fire, drowning in the rain. No other lover drives me insane. Under the covers, baby, won't you stay? Telling all your friends that you had enough. Then you circle back like you never left. Say you're hard to tease, but you fall so easy. Say you're out the door, then you're back for more. Hand me your heart on a plate, and I still hear you say, Baby, won't you stay for a minute? Stay for the pain, dance in the fire, drowning in the rain. No other lover drives me insane. Under the covers, baby, won't you stay? Won't you stay? Won't you stay? Oh, under the covers, baby, won't you stay? Cut the wire and let it burn. Every story's a lesson learned. Shut your mind off and enjoy the game. And I still hear you say, Baby, won't you stay for a minute? Stay for this pain, dance in the fire, drowning in the rain. No other lover drives me insane. Under the covers, baby, won't you stay? Won't you stay? Won't you stay? Whoa, under the covers, baby, won't you stay? Սուրճ ու սեր առավոտից։ 9:51 րոպե սուրճ ու սեր առավոտից հաղորդումը ուղիղ եթերում շարունակվում է։ Մենք ուղիղ եթերում ենք նաև մեր վիզուալ հարթակներում armradio.am եւ Հայաստանի հանրային ռադիո Facebook-յան էջում եւ ունենք մեկնաբանություններ Արտյոմ Միքայելյանը ողջույն եւ լավ որ բոլորիս մենք էլ ենք ողջունում միանում բարեմաղթանքին իսկ Ամալիա Ղազարյանը մեզ ողջունել է էմոջիներով եւ ստիկերներով եւ արի տեսնենք Տիգրան ովքեր են լույս աշխարհ եկել հուլիսի 7-ին տարբեր տարիների եւ Ամերիկացի դերասան Դիլան Սփրեյբերին է ծնվել այսօր 1998 թվականին։ Լեգենդար հաղորդավարուհի Կարինե Սարգսյանը 1950 թվականի այսօրն է լույս աշխարհ եկել։ Ես սիրով եմ ուզում ողջունել իմ գործընկերոջը, ում հետ մենք միասին բազմաթիվ համերգային ծրագրեր ենք վարել, կիսել ենք բեմահարտակը, մեր հայկական հեռուստատեսության հայտնի եւ վառ անուններից մեկը։ Այն ձայներից, որը դժվար է շփոթել ուրիշների հետ։ Եվ ձայնը եւ նաեւ արտաքինը շատ յուրահատուկ Տիկին Կարինեի սիրով, ես էլ իմ կողմից ուզում սիրով շնորհավորել։ Միանում ենք շնորհավորանքներին եւ 1947 թվականի այսօրն է ծնվել մեքսիկացի
ֆրանսիացի հայտնի երգիչ եւ երաժիշտ Կարլոս Սանտանան, որը Grammy բազմակի տիտղոսակիր է։ Black Magic Woman երգը նրա ամենահայտնի կատարումներից մեկն է։ Այսօր առատ է աստղերով երաժշտական Ռինգո Ստարն է ծնվել այսօր, անգլիացի երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ եւ դերասան, առանձնապես հայտնի որպես Beatles-ի հարվածայինների երաժիշտ, խմբի լուծարումից հետո, այո, հաջող սոլո կարիերա է նաեւ իրականացրել։ Այսօր նաև երգչուհի Տաթև Ասատրյանի ծննդյան օրն է Instagram-ում տեղեկացրել, որ 29 տարեկան դարձավ ընդամենը եւ ռեկորդակիր արդեն 5-6 անգամ համալիր է լցնում երգչուհին։ Ելով ունենք Մարկ Շագալն է ծնվել այսօր, ազգությամբ հրեա ֆրանսիացի նկարիչ, նրա ծննդյան տարեթիվն է 1887, 1964-ին Շագալը մշակել է Նյու Յորքում ՄԱԿ-ի շենքի ճակատի ապակեպատ հատվածը եւ Փարիզի Grand Opera թատրոնի ներքին ձևավորման նոր նախագիծը։ Իսկ 1966-ին ավարտել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերային թատրոնի որմնանկարները։ 1967-ին Մետրոպոլիտենում ձևավորել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի կախարդական Սրինգ օպերայի բեմադրությունը։ Օրը առատ է երաժշտության հետ կապված հոբելյարներով ավստրիացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Գուստավ Մալերի ծննդյան օրն է նաև 1860 թվականի այս օրը։ Իտալացի աստղագետ Ջուզեպպե Պիացին է ծնվել այսօր 1746-ին։ Եվ Տիգրան մինչև հաջորդ հոբելյարին անցնելը կարծես զանգ ունենք, Լուսինեն հուշում է, կհասցնենք պատասխանել ռադիո լսողին։ Իհարկե կհասցնենք։ Ասենք բարի լույս ունկնդրին, դուք եթերում եք։ Բարի ձեզ տղաներ։ Բարի լույս Տիկին Գայանե։ Մենք այսօր ձեզ հիշել էինք։ Հա, ինչ լավ է։ Ասում եք ուր է Տիկին Գայանեն։ Այդեք շուր, համոզվեմ։ Դե ամեն առավոտ այս տարբերակով գալիս ենք բոլորիդ hier։ Այո, գիտեմ։ Ուրեմն նախապես շնորհավորում եմ Վարդավառի արդի, որը մի հատ էլ կհիշեցնեք էլի ինձ։ Հուլիսի 12 Կիրակի։ Միշտ Կիրակի, այս Կիրակի։ Ասեմ, որ 1000 ներողություն ջրոցի է Վարդավառչի, որտեղ Վարդավառ ծիսակարգ է։ Բաներով, գուշակություններով, երկով, պարով, ջրի ափին, ջրոցի է պարզապես, որ փոքրություն խաղացել եք, չենք իմացել, շարունակվում է, դա մեկ, հետո առաջի երգը, որ լսեցի շատ լավ երգ էր, ինձ թվաց վեգա է ասում, բայց մեկա, վեգային փոխանցեցին բարևները, ու ոնց հարմար է։ Եվ ասեմ, որ լավ երգ էր, բայց նորից գործիքավորումը շատ ժան էր, Սայները լավ չէ։ Դե ոչ, Համոզված եմ, որ լավ երգիչ է։ Քիչ հետո լավ երգեր կլսեք, մի մտածեք, բայց եկեք նորերի մեջ են սպիտակավորենք։ Սպիտակավորումը հիմա շատ է խանգարում երգիչի ձայնը։ Դա թողնենք մասնագետներին, եկեք կարծիքները թողնենք երաժշտագետներին։ Լավ։ Շնորհակալ ենք, շատ լավ օր ձեզ, լավ մնացեք եւ պատրաստվեք ջրվելուն Կիրակի օրը վայելեք Վարդավառը։ Առայժմ։ Շնորհակալ ենք Տիկին Գայանե եւ քանի որ գովազդ ունենք նաեւ շուտով լուրերին պետք է հետևենք, հասցնենք ասել, որ 1943 թվականի այսօրն է ծնվել իտալացի լեգենդար երգիչ եւ կոմպոզիտոր Տոտո Կուտունյոն։ Այո, նա հայտնի է Ադրիանո Չելենտանոյի, Ջոդասենի, Դալիդայի, Ռիկե Պովերի հետ համագործակցություններով եւ ով չի լսել հանրահայտ իտալիանո երգը։ Իհարկե, այդ երգով էլ, բայց remix տարբերակը կարծես թե այս բանին կլսենք, այո, մակրած, չնայած այս երգերի կարծես փոշին չի էլ խանգարում։ Լսենք Տոտո Կուտունյո, հետո ունենք գովազդային դադար, իսկ րոպեներ անց արդեն ժամանակն է ծանոթանալու վերջին ժամի նորություններին։ Con la chitarra in mano, lasciatemi cantare, sono un italiano. Buongiorno Italia, gli spaghetti al dente e un partigiano come presidente, con l'autoradio sempre nella mano destra, un canarino sopra la finestra. Buongiorno Italia con i tuoi artisti, con troppa America sui manifesti, con le canzoni, con amore, con il cuore, con più donne, sempre meno suore. Buongiorno Italia, buongiorno Maria, con gli occhi pieni di malinconia. Buongiorno Dio, lo sai che ci sono anch'io. Lasciatemi cantare con la chitarra in mano, lasciatemi cantare una canzone piano piano, lasciatemi cantare perché
italiano vero. Buongiorno Italia che non si spaventa, con la crema da barba la menta, con un vestito gessato sul blu e l'amo viola la domenica in TV. Buongiorno Italia col caffè ristretto, le calze nuove nel primo cassetto, con la bandiera in tintoria e una 600 giù di carrozzeria. Buongiorno Italia, buongiorno Maria, con gli occhi pieni di malinconia. Buongiorno Dio, lo sai che ci sono anch'io. Lasciatemi cantare con la chitarra in mano, lasciatemi cantare una canzone piano piano, lasciatemi cantare perché ne sono fiero, sono un italiano vero. Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, հանրային ռադիոյի ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում ռադիո լրատվական ծրագիրը, տաղավարում Կարեն Ղազարյանն է։ Քննչական կոմիտեում քննվող 1 տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում 3 հունիսի 6-ին միաժամանակյա խուզարկություններ են կատարվել, ինչից հետո առանձնապես խոշոր չափերով խարդախություն եւ փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը եւ հանցավոր խմբի եւս 1 անդամ ձերբակալվել են։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ ըստ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-24 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ Մասնավորապես Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ եւ կառավարմամբ գործող հանցավոր խմբի անդամները Իրան-Հայաստան առևտրային կապերը զարգացնելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց հետ ձեռք են բերել համապատասխան պայմանավորվածություններ, որոնց շրջանակում հիմնել են նաեւ համատեղ իրավաբանական անձինք։ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը տեղի կունենա այսօր այս ժամերին Մասիվի դատարանում դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ։ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին առաջարկել է կառուցել 1 կամ 2 բլոկով ատոմակայան։ Այս մասին Վեստի լրատվական գործակալությանը հայտնել է Ռոսատոմ ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։ Նա ընդգծել է, որ այսօր Հայաստանում էլեկտրաէներգիայի 30%-ը ատոմային է, սակայն պահանջարկն աճում է եւ դա կարող է առաջիկա տասնամյակների ընթացքում հանգեցնել էլեկտրական հզորությունների դեֆիցիտի։
Դրան պետք է պատրաստ լինել եւ մեր պատասխանն է ունենալ մեծ կամ միջին հզորության կայան, 1 կամ 2 բլոկ, որը կբավարարի էներգիայի առաջիկա պակասը տասնամյակներ շարունակ, եւ իհարկե մենք խորապես համոզված ենք, որ ինքնին միջուկային էներգետիկայի մասնագիտական ներուժի արկայությունը որակյալ տնտեսության եւ արդյունաբերության նշան է, նշել է Լիխաչովը։ Նա հիշեցրել է, որ հայկական ատոմային էլեկտրակայանի վերագործարկման հերթական փուլից հետո հաջողվել է կայանի հզորությունները բարձրացնել մոտ 10%-ով։ Հիշեցնենք, որ այս պահին ընթանում են հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը եւս 10 տարով երկարաձգելու աշխատանքները, որից հետո Հայաստանը պլանավորում է նոր ատոմակայան կառուցել։ Հայաստանի կառավարությունը որոշել է, որ նոր ատոմակայանը պետք է լինի մոդուլային, իսկ նման ատոմակայանի կառուցման շուրջ Երևանը բանակցություններ է վարում 5 երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Հարավային Կորեայի հետ։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը սոցցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել, տեղեկացնելով, որ հայկական ծիրանից ջեմ է պատրաստել։ Ես այդ ջեմը պատրաստեցի հայկական ծիրանից, ծիրաները խորհրդանշում են Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, անցյալ ամսվա ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտող կուսակցությունների օգտին։ Ռուսաստանը փորձեց ազդել քվեարկության վրա, սահմանափակելով հայկական մրգերի եւ ծաղիկների ներմուծումը։ ԵՄ-ն իր հերթին օգնեց Հայաստանին, բացելով իր շուկան այդ ապրանքներից շատերի համար։ Ահա թե ինչու ես անցյալ շաբաթ Հայաստանում եի եւ վերադարձա Բրյուսել ծիրանի մի հսկայական զամբյուղով։ Դրանց մեծ մասը հյուրասիրեցի ընկերներիս, մնացածից ես ջեմ պատրաստեցի։ Ընկերներիցս մեկը նայեց ջեմին եւ ասաց՝ ազատության տարան։ Ես մտածեցի, որ դա գեղեցիկ ձևակերպում էր։ Երբ այցելում ենք սուպերմարկետ, ուշադրություն դարձրեք հայկական ծիրանին, սալորին կամ բալին, սա հնարավորություն է անելու մի փոքր բան, որը կօգնի հայ գյուղացիներին եւ կաջակցի երկրի ժողովրդավարական ընտրություններին, գրել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը։ Միջազգային լրահոսից Microsoft-ը 4800 աշխատատեղ կկրճատի տեխնոլոգիական ոլորտում արհեստական բանականության հետ կապված աշխատանքից ազատումների ֆոնին։ Որոշման արդյունքում աշխատանքը կկորցնի ընկերության անձնակազմի մոտ 21%-ը։ Միաժամանակ աշխատակիցներին ուղղված ծառայողական երկտողում Microsoft-ի անձնակազմի գծով տնօրենը նշել է, որ արհեստական բանականությունը փոխում է աշխատանքի կատարման մոտեցումը որոշակի առաջադրանքների ավտոմատացման հաշվին, սակայն աշխատանքից ազատումներն ուղղակիորեն կապված չեն դրա հետ, գրում է Deutsche Welle-ն։ Մեջբերում ես ուզում եմ նաև հստակորեն նշել, որ այսօր կրճատվող հաստիկները չեն փոխարինվում արհեստական բանականությամբ։ Միաժամանակ ճիշտ է այն, որ արհեստական բանականությունը փոխում է աշխատանքի կատարման մոտեցումը։ Նրա խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։ Լրագրողները հավելում են, որ Microsoft-ը հաճախ կրճատում է հաստիկները իր ֆինանսական տարվա վերջին, որն ավարտվում է հունիսին, նոր տարվա ծախսերի ծրագրերի ձևավորման շրջանակում։ Հուլիսի 6-ի հրապարակման պահին Microsoft ընկերության բաժնետոմսերը թեթևակի էժանացել են 1.5%-ից փոքր-ինչ ավելի։ Ֆրանսիայի արևելքում Վենժեն-սյուր-Մոդեր համայնքում գտնվող Ռենե Լալիկի թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր, հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները։ Չարագործները կոտրել են դուռը եւ ջարդել ոսկերչական իրերի 6 ցուցափեղկ։ Ընդհանուր առմամբ գողացել են 20 բյուրեղյա զարդ։ Ոստիկանությունն այժմ ուսումնասիրում է տեսախցիկների տեսագրությունները։ Թանգարանի ղեկավարությունը փակել է պատկերասրահը այցելուների համար։ 2025 թվականին Լուվրի կողոպուտից հետո ֆրանսիացի ոսկերիչ եւ նկարիչ Ռենե Լալիկին նվիրված թանգարանը հայտարարվել էր հատուկ նշանակության վայր, հետեւաբար այն պետք է գտնվեր խիստ անվտանգության տակ։ Թանգարանը բացվել է 2011 թվականին, այն ցուցադրում է Ֆրանսիայի ոսկերիչ Ռենե Լալիկի եւ նրա իրավահաջորդների մոտ 650 աշխատանք, այդ թվում ժամանակակից ոճի ապակե եւ բյուրեղյա զարդեր։ Այս ժամի համար այսքանը, տաղավարում աշխատեց Կարեն Ղազարյանը, ռադիոլուրի հաջորդ թողարկմանը սպասեք ժամը 11-ին։
Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից։ 10:11 րոպե դուք շարունակում եք լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Ողջունում ենք բոլորին, ովքեր նոր են մեզ միացել, եթերաժամի երկրորդ հատվածը մեկնարկեց։ Մեր հավատարիմ ունկնդիրները գիտեն, որ այս հատվածում մենք սովորաբար մենակ չենք լինում եւ տաղավարում հյուրերի հետ զրուցում ենք տարատեսակ թեմաների մասին։ Այսօր մեր ուշադրության կենտրոնում Art Arvest անունով մշակութային կրթական զարգացման ծրագիրն է։ Այո, այն իրականացվում է Հայաստանի կրթության, գիտության եւ մշակույթի սպորտի նախարարության աջակցությամբ երաժշտական, արվեստի, գեղարվեստի եւ պարարվեստի դպրոցների, մանկավարժների մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված ծրագրում ընդգրկված են Երևանի եւ մարզերի ավելի քան 150 դպրոց, 900-ից ավել մանկապարտեզներ եւ ավելի քան 2600 աշակերտ։ Եվ Art Arvest ծրագրի հեղինակ, ղեկավար Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրենն է մեր տաղավարում Արտյոմ Հարությունյանը։ Արտյոմ, բարի գալուստ մեր տաղավար։ Բարի լույս։ Արտյոմը ինչպես միշտ շատ զբաղված է տարատեսակ նախագծերով, փառատոներով, ինչ պատմություն ունի Art Arvest ծրագիրը։
Արտարվեստ մշակութային կրթության զարգացման ծրագիրը մեկնարկել է արդեն մայիս ամսից, նախ թույլ տվեք շփվել 900 մանկավարժ, ոչ թե մանկապարտեզ, դեռ մանկապարտեզներին չենք հասել, բայց հուսամ մի օր կսկսենք նաև մանկապարտեզներից։ Բնականոն շարունակությունը այդտեղ երաժշտական դպրոցներն են։ Երաժշտական արվեստի, գեղարվեստի եւ պարարվեստի դպրոցների ուսումնամեթոդական աջակցության ծրագրեր նախարարությունը երկար տարիներ ի վեր ի կատար է ածում եւ դա կատարվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։ Սակայն այս տարի մրցութային կարգով ընտրվել է այն հասարակական կազմակերպությունը, որի ղեկավարն եմ, Art Progress մշակութային հասարակական կազմակերպությունն է զբաղվելու մինչև դեկտեմբեր ամիս երաժշտական արվեստի, խոսքով արտադպրոցական ուսումնական հաստատությունների ուսումնամեթոդական աջակցության ծրագրով, բայց ասեմ, որ ծրագիրը մի քանի բաղադրիչ ու կոմպոնենտ ունի, սակայն շեշտադրումը հիմնականում գնում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մեթոդական աջակցությանն ու մեթոդական իրավիճակի բարելավմանը, հա, այսպես ասած, դրանից հետո արդեն սկսվելու է, այսինքն ամբողջապես երաժշտական արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցները լինելու են մեր ուշադրության կենտրոնում ամբողջական փաթեթով, այսինքն բացի ուսումնամեթոդական աշխատանքներ, այնտեղ նաև գնահատվելու է գործիքների ներկայիս վիճակը, այսինքն որ դպրոցները ինչ գործիքների կարիք ունեն եւ դա այդ մոնիտորինգի արդյունքները տրվելու են նախարարությանը, գրահրատարակչության մասին վստահորեն կարող են բարձրաձայնել, որովհետեւ մեր տված կարիքների եւ մոնիտորինգի հիման վրա նաեւ հաջորդ տարիներին նախարարությունը ռազմավարության առանցքում դնելու է նաեւ գրահրատարակչության այն մասը, այսինքն այն ինչը որ պետք է երաժշտական դպրոցներին գույքագրում եք անելու։ Այո, եւ վերջին փուլը արդեն ուրախությամբ փաստեմ, որ շուրջ 50 արվեստի եւ երաժշտական դպրոցների մի փոքր երևի թե մեծ հետ կապ չունի, բայց նաեւ կապ ունի երաժշտական եւ արվեստի դպրոցների շենքային պայմանների հետ կապված մոնիտորինգ ենք տալու, որ առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը կառավարության հետ համատեղ իրականացնեն 5 տարվա ընթացքում այդ 50 երաժշտական եւ արվեստի դպրոցների վերանորոգման կամ կապիտալ հիմնանորոգման հարցը։ Հիմա որ փուլում եք այս գործընթացի։ Այս պահին դե քանի որ արտադպրոցական ուսումնական հաստատությունները արդեն գնում են դեպի արձակուրդ, ծրագիրը մեծ թափով նորից կսկսի սեպտեմբեր ամսին, բայց այս ընթացքում մենք մայիսին արդեն տրվել է ծրագրի մեկնարկը, մամլո ասուլիսով ազդարարել ենք ծրագրի սկիզբը եւ մենք մի քանի այցերի ընթացքում արդեն 500-ից ավել աշակերտներ մասնակցել են ծրագրին Հայաստանի մի քանի մարզերի, մի քանի դպրոցների եւ Երևան քաղաքում ունեցել ենք մի քանի հրավիրյալ մասնագետներ, ովքեր եւս վարպետության դասերով են հանդես եկել, նրանցից կարող եմ նշել վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանին, վաստակավոր արտիստ Երևանի Կոմիտասի համապետական կոնսերվատորիայի դաշնամուրային ամբիոնի վարիչ Կարեն Օհանյանին, Նարեկ Ավագյանին, ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր եւ այս շարքը հրավիրյալ մասնագետների եւ մեթոդիստ մանկավարժների մեծ բանակը, որ 40-ից ավել մասնագետներ են ընդգրկված, արդեն սեպտեմբերին ամբողջ թափով կլինենք հայաստանյան բոլոր մարզերի շուրջ 150 երաժշտական եւ արվեստի դպրոցներում։ Ինչ նորություններ կան Առնո Բաբաջանյան մանկավարժական քոլեջում։ Մի քանի ժամից այսօր Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջում տեղի կունենա բաց դռների օր։ Մենք այսօր առաջին անգամ հանդիպելու ենք այն դիմորդների հետ, ովքեր սեպտեմբերին, որոնցից շատերը սեպտեմբերին լինելու են մեր ուսանողները։ Բավականին բուռն է Առնո Բաբաջանյան քոլեջում այս տարի մենք հանդես եկանք մի շարք նախաձեռնություններով, քանի որ տարին ավետիսյանական էր, Խաչատուր Ավետիսյան 100-ամյակին նվիրված դասախոսական կազմով ունեցանք երկու բավականին մեծ եւ շքեղ համերգներ, առաջինը Երևանում, երկրորդը Գյումրիում, հենց Ավետիսյանի ծննդավայրում։ Նաեւ այս տարի Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գեգամ Գրիգորյանի 75-ամյակներ, իսկ Գեգամ Գրիգորյանը իր մասնագիտական ճանապարհը սկսել է Առնո Բաբաջանյանի քոլեջից եւ հպարտորեն կարող եմ նշել, որ այդ անունը մեզ համար ուղենիշ է, ինչպես մեր, այնպես էլ ուսանողների, եւ Գեգամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյա հոբելյանին նվիրված մենք իրականացրեցինք համակոլեջային դասական երգեցողության մրցույթ փառատոն, որը էլի շքեղ մշակութային անցուդարձ էր ամբողջ ոլորտի համար, իսկ հոկտեմբերին արդեն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը Գեգամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված մեծ համերգային
միջոցառում կունենա նաև Հասմիկ Գրիգորյանի մասնակցությամբ, որտեղ հանդես կգան նաև Գեգամ Գրիգորյանի նվիրված մեր մրցույթ փառատոնի դափնեկիր երեխաները։ Այսինքն այն մարդիկ, այն երիտասարդները, որոնք մտածում են դիմել քոլեջ, չդիմել, այսօր կարող են գալ եւ տեղում տեսնել, ծանոթանալ, որտեղ են սովորելու, ինչ են անելու։ Այո, այսօր բաց դռների օր է մեզ։ Ես լսում եմ ձեզ, ում հասկանում ոնց եք հասցնում այդ ամեն իրականացնել, նաև գիտենք բոլորս որ փոքրիկ քայլը եւս շարունակվում է։ Այո, Էջմիածնի փոքրիկ քայլ միջազգային մրցույթ փառատոնի 7-րդ տարին էր այս տարի, փառահեղ է անցել ուղղակի, ես տենց համեստություն չեմ անի այդ մասով, այս տարի իսկապես շատ իդեալական է անցել։ Ոնց եմ հասցնում, իրականում միայն Արտյոմը չի Հարությունյան, փոքրիկ քայլ մրցույթ փառատոնում 20-ից ավել նվիրյալների մի բանակ է աշխատում։ Իսկ Բաբաջանյանի քոլեջի հետ կապված ուղղակի կարող եմ ասել, որ այնտեղ եւ վարչական եւ դասախոսական կազմը հմուտ, վարպետ եւ նվիրված մի ամբողջություն է, մի մեծ ընտանիք է, ովքեր իմ թիկունքն են, ում ես ներկայացնում եմ։ Մենք առիթ ունեցել ենք իհարկե երաժշտական առավոտի շրջանակներում անդրադառնալով փոքրիկ քայլ մրցույթ փառատոնին եւ մենք հիշում ենք թե ինչպիսի ջանասիրությամբ եք պատրաստվել եթերին եւ երեխաներ ինչպես տաղանդավոր բազմաթիվ երեխաներ եկան եւ հիացրեցին պարզապես իրենց կատարումներով։ Այո, այդ տարին հիշում եմ մանավանդ ուրախալի փաստերը, որ մեծ մասը մարզերից էր երեխաների։ Այս տարի եւս մենք հոկտեմբերի հուլիսի 17-ին կամփոփենք փոքրիկ քայլ միջազգային մրցույթ փառատոնը եւ ելի ի ուրախություն մեծ մրցանակակիրների բավականին մեծ մասը, մեծ մրցանակներ եւ հատուկ մրցանակները մեր մարզերի երաժշտական եւ արվեստի դպրոցներն են։ Ձեզ համար արձակուրդ չկա ամառը, ինչպես հասկացա։ Բուրըն շրջան է։ Վերադառնալով արտարվեստին, իհարկե նոր է սկսել ծրագիրը, ինչ պատկեր են ընդհանրապես մարզերում, արդյոք շատ են այն դպրոցները, երաժշտական հաստատությունները, որտեղ օգնության շատ կարիք կան։ Գիտեք, օգնության եւ մեթոդաբանության բարելավման աջակցության կարիք ոչ միայն մարզերը ունեն եւ ոչ միայն երաժշտական արվեստի դպրոցներ ունեն, դա ունեն բոլոր ուսումնական հաստատությունները։ Ուղղակի տեսեք, ծրագիրը մինչեւ դեկտեմբեր գործելու է, բայց հասցնել գտնել նոր մեթոդաբանություն, քանի որ աշխարհը անընդհատ փոփոխվում է եւ աշխարհին համընթաց պետք է քայլել եւ մեթոդաբանությամբ եւ պրակտիկ գիտելիքներ փոխանցելով դժվար է գտնել այդ մեթոդները, կիրառել երաժշտական դպրոցներում եւ ստանալ արդյունք, այսինքն այս կարճ ժամանակահատվածում մինչեւ դեկտեմբեր կարելի անել դրանցից որոշ մասը, բայց ամբողջական որ այդպես արդյունք կգրանցի մինչեւ դեկտեմբեր մի փոքր անհնար է, բայց իհարկե ծրագրի մենք հիմա սերմերն ենք ցանում, որ հետագա երկարաժամկետ ազդեցություն է ունենալու։ Ասեմ, որ կարիքներից ես միշտ եմ ասում, սովետական կրթական համակարգը, որը դեռևս մնացել է երաժշտական եւ արվեստի դպրոցներում, ունի իր բավականին կարծր եւ ամուր կողմերը, որ բավականին լայն իմաստով ակադեմիական կրթություն է տալիս։ Մեր խնդիրն է այդ ակադեմիական հիմքերի վրա ավելացնել են նորարարական լուծումներն ու նոր մեթոդները, որ կարող է մեզ աշխարհին զուգահեռ համատեղել։ Իհարկե, հիմնովին չքանդելով հինը, այն պարզապես նորացնել։ Բացարձակապես։ Իսկ այդ կարիքներից խոսելուց հիմնական, հա, ինչն է, երաժշտական գործիքների պակասն է, չգիտեմ, մասնագետների պակասը, ո՞րն է հիմնական։ Հեռավոր մարզերում ցավով եմ նշում, բայց ունենք երաժշտական դպրոցներ հիմնական գյուղական համայնքներում, որ օրինակ կանոնի մանկավարժը կարող է տեսական առարկայի դասավանդող լինել, սա քանի որ չկա մասնագետ։ Հա, իհարկե չկա մասնագետներ, բայց կարծում եմ, որ պետական քաղաքականությունը հետագայում կտանի նրան, որ անընդհատ մենք այդ մասին խոսում ենք ու անընդհատ առաջարկում ենք, որ գյուղական համայնքներում կամ մարզերում նպատակային տեղեր հատկացվեն Երևանում գործող քոլեջներում կամ կոնսերվատորիայում, իհարկե այն պայմանով, որ եթե տվյալ համայնքից ուսանող է գալիս, իր վարձը փոխհատուցվում է տվյալ ուսումնական հաստատությունում, ինքը պարտավորություն ունենա հետ գնա իր ստացած գիտելիքները ծառայեցնելու իր համայնքի եւ իր համայնքի մշակութային կրթության բարելավմանը։ Սրանք պետական քաղաքականության հարցեր են, որը կարծում եմ պետությունը եւս զարգերակի վրա ձեռքը պահում։ Դե մեկ օրում լուծվող հարցեր չեն, ձեր ծրագրի արդյունքներն էլ, ինչպես նշեցիք, հիմա սերմերն եք ցանում եւ տարիներ անց որ կտեսնենք պտուղները։ Մեծ հույս ունենք, որ ամբողջական այդ վերլուծությունների փաթեթը
պետությանը նաև ուղենիշ կամ ցուցանիշ կլինի հետագա իրենց ռազմավարության մեջ։ Այսինքն դա մշակութային ռազմավարության մի մաս է կազմում, որը այսօր դեռ այսպես հավաքման Իհարկե, մարզերում համաչափ մշակութային կյանքի ակտիվությունն ու զարգացումը, նորարարական լուծումները, կրթության հասանելիությունը, ներառականության հասանելիությունը, սրանք լրիվ պետական ռազմավարությունից բխող կետեր են, որը մեր ծրագրում ներառված են։ Հետաքրքիր է նաև այդ հաստատություններ, որոնք այցելում եք, իհարկե մեծ մասը դեռ նոր եք սկսելու այցելել, պատրաստ են նորությունների արդյոք գրկաբաց են ձեզ ընդունում։ Իհարկե, ասեմ, որ օրինակ մարզերի կամ ոչ միայն մարզերի, Երևան քաղաքում կան անհատներ, երաժշտական կամ արվեստի կամ պարարվեստի կամ գեղարվեստի դպրոցների անհատներ, ովքեր իրենք սեփական նախաձեռնությամբ ինչ-որ մեթոդներ են գտել եւ այդ մեթոդներով որոշակի արդյունքի են հասնում եւ մեր խնդիրը նաեւ այստեղ այդ մեթոդները լավարկելն ու տարածելն է։ Այսինքն մեթոդը եթե այստեղ աշխատել է, ինչն է խանգարում, որ մյուս տեղում էլ դա տարածվի եւ աշխատի։ Եվ անընդհատ այդ ոչ ֆորմալ հանդիպումներ, քննարկումներ, սեմինարներ մենք պատրաստվում ենք իրականացնել մարզերի մշակութային կրթություն ապահովում։ Սովորաբար նորամուծությունները շատ հաճախ բախվում են պատի եւ սվիններով են ընդունվում, բայց արյութես որ պաստյուն կրթական համայնքը երաշտական դպրոցների պատրաստ է ընդունելու։ Իհարկե պատրաստ են, որովհետեւ գործածելու։ Պատրաստ են, որովհետեւ չեն կարող պատրաստ չլինել, որովհետեւ մենք գործ ունենք նաեւ սերնդափոխության հետ։ Մեր ժամանակվա սերունդը ուրիշ պահանջներ ուներ, այս սերունդը այժմյան երեխաները արդեն ուրիշ պահանջներ ունեն, իրենց համար երաժշտական կրթությունը դա օժանդակ, անձի զարգացման, ինքնաճանաչողության կամ կատարելագործման մի բաղադրիչ է։ Մեր նման այդպես տենց սիստեմատիկ չէ, որ բոլորը պետք է գնան երաժշտական դպրոց, բոլորը պարտավոր են գնալ երաժշտական դաշնամուր պետք է բոլորը ունենան, չէ՞։ Այո, բոլորը պետք է գնային դաշնամուրի, որովհետև կար տանը դաշնամուր, իրականում կապետ էր։ Բայց լավ է որ տանկար դաշնամուր հիմա չկա։ Հիմա ավելի հեշտ է, այդ ծանր դաշնամուրներն եկել են փոխարինելու փոքր էլեկտրական դաշնամուրները եւ հեշտությամբ կարա լինի տանը եւ հեշտությամբ կարա չլինի։ Տեղափոխելը առնվազն հեշտ է։ Դե ինչ ձեզ հաջողություն մաղթենք, ծրագրի բուն մասը փաստորեն նոր ուսումնական տարվանից կմեկնարկի, հարյուրավոր, հազարավոր կիլոմետրեր եք անցնելու փաստորեն մասնագետների հետ եւ այցելելու եք բոլոր մարզերի մոտ 150 նշեցիք կրթական հաստատություններ։ Բարի ընթացք, հիշեցնենք մեր զրուցակիցը արտարվեց ծրագրի հեղինակ եւ ղեկավար Երևանի Արնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն Արտյոմ Հարությունյանն էր։ Դες մենք շարժում ենք առաջ, այնպես որ մի փոխեկալիքը դեռ ունենք ասելիք ձեզ։ Ծաղիկները բացվել են քեզ նման գեղեցիկ աղբյուրները երգում են քո ձայնով արևիկ երազները շողում են քո փայլով արևիկ աչքերը անվերջ կանչում են աչքերդ ինձ անուշ տանջում են Անունդ սիրո գարուն է Անունդ քեզ նման սիրուն է La 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 Անունդ սիրո գարուն է Անունդ քեզ նման սիրուն է
Աչքերդ ինձանուշ տանջում են Անունը սիրո գարուն է Անունդ քեզ նման Աչքերդ անվերջ կանչում է Աչքերդ ինձանուշ տանջում է Անունը սիրո գարուն է Անունդ քեզ նման սիրուն է La 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 Անունը սիրո գարուն է Անունդ քեզ նման սիրուն է Սուրճ ու սեր առավոտից։ 10:28 րոպե շարունակում ենք միասին անցկացնել հուլիսի 7-ի ամառային առավոտը։ Օրը երեքշաբթի է, ողջունենք բոլորին, ովքեր մեզ հետևում են, ովքեր նոր միացան, շնորհակալ ենք, որ առավոտը անցկացնում եք մեզ հետ։ Արի ստուգեմ նախ ունենք նոր մեկնաբանություններ, թե ոչ։ Կարծես թե ոչ, ամեն դեպքում մենք սպասում ենք ձեզ նաև 553702 մեր ուղիղ կապի հեռախոսահամարը շարունակում է բաց մնալ մինչև եթերի ավարտը։ Եթերաժամի այս հատվածում ձեզ ներկայացում ենք հետաքրքիր լուրեր, նորություններ եւ կարծես թե մեկ անդրադարձ ունենք Մադոննային, որը լրահոսում միշտ չէ որ հայտնվում է խաղաղ լուրերով։ Այո, կարելի է այդպես ասել, իդեպ լուրը նաև փոխկապակցված է ֆուտբոլի առաջնության հետ, որին մասին դեռ խոսենք, ինչ է տեղի ունեցել այս անգամ Մադոննայի աճող պահանջները նրա առաջիկա աշխարհի առաջնության ընդմիջման ելույթի վերաբերյալ FIFA-ի պաշտոնյաներին ստիպել են բառացիորեն փոկել իրենց մազերը։ Վայ, հիստերիայի է հասցրել Մադոննան։ FIFA-ի պաշտոնյաները փորձում են կատարել փոփի թագուհու պահանջները լիակատար ստեղծագործական վերահսկողության, բացառիկ դեկորացիաների եւ ընդլայնված արտադրական բյուջեի վերաբերյալ։ Ինչ է տեղի ունեցել ըստ ներքին աղբյուրի պերֆեկցիոնիստ փոփի թագուհին պնդում է իր շոուի նկատմամբ լիակատար ստեղծագործական վերահսկողության վրա եւ պահանջում է մանրակրկիտ անհատական դեկորներ 24-ժամյա փորձեր, բարձրակարգ անվտանգություն եւ արտադրական բյուջե, որն արդեն իսկ բնութագրում է որպես աստղաբաշխական։ Դա նորմալ է, բայց չէ։ Թե երկչույն նաև վերջերս նոր ալբոմ չէ, թողարկեց, կարծում եմ հիմա աստղային կմահաճույքները ել ավելի են սրվել։ Մադոննան նաև այս ելույթը համարում է իր համաշխարհային բեմ վերադառնալու գագաթնակետը եւ նաև հավելում, որ FIFA-ն ակնհայտորեն թերագնահատել է, թե որքան ջանասիրաբար են աշխատում։ Այնուամենայնիվ, ինչպես խոստովանել է աղբյուրը, ֆուտբոլի պաշտոնյաները պատրաստ են հանդուրժել գլխացավը, քանի որ ոչ մի կենթանի արտիստ ի վիճակի չէ ներկայացումը վերածել համաշխարհային մեդիա իրադարձության, ինչպես Մադոննան։ Այնպես որ եթե ուզում եք, որպեսզի նա ներկա լինի, ուրեմն կատարեք նրա պահանջները։ Այո, Մադոննան ձեզ համար հասարակ աստղ չէ, տեսնենք արդյոք նա հաջորդ աշխարհի առաջնությանը ելույթ կունենա թե ոչ, իսկ նրա վերջին ալբոմը շարունակում է տարածվել, Confessions ալբոմը։ Այո, երկչույն շարունակում է ստեղծագործել եւ դեռ ալբոմի թողարկումից առաջ այս երգը արդեն հրապարակվել էր Սաբրինա Քարպետների հետ, լսենք սա, հետո վերադառնանք ու անցնենք ֆուտբոլային նորություններին։ Judgment or your expectations don't line me up like a
wanna compromise. I made the sacrifice. I always pay the price. And now I don't wanna. I have a confession. Սուրճ ու սեր առավոտից։ Փոփի թագուն էինք լսում Սաբրինայի հետ նրա դուետը եւ այժմ անցնենք արդեն ֆուտբոլային աշխարհ, որտեղ թագավորներն են, ֆուտբոլային լեգենդներն են պայքարում։ Երեք շատ դրամատիկ ելքով ավարտվեց հատկապես Պորտուգալիա-Իսպանիա հանդիպումը, Պորտուգալիան այդպես էլ գոլ չխփեց եւ խաղն ավարտվեց նվազագույն հաշվով, Իսպանիան 1-0 հաշվով հաղթեց, ինչով էր այն դրամատիկ, սա Տիգրան Քրիշտիանո Ռոնալդոյի վերջին խաղն էր աշխարհի առաջնությունում, 41-ամյա ֆուտբոլիստը բնականաբար հաջորդ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը չի մասնակցի եւ ամբողջ համացանցը ողողված է Ռոնալդոյին հրաժեշտի խոսքերով եւ տարբեր տեսանյութերով, դե բնականաբար նա հուզվել է մարզա դաշտը լքելիս արտասվել է, դա նրան բնորոշ հատկություն է, բայց սովորաբար նաև այն ֆուտբոլիստները, որոնք լքում են ֆուտբոլը եւ հատկապես աշխարհի առաջնության վերջին խաղն են խաղում, արդյունքներով են հեռանում մարզադաշտից, ինչը բնական է։ Հաջորդ խաղն էլ ԱՄՆ-Բելգիա, այն ավարտվեց 1-4 հաշվով եւ Բելգիան հաղթանակ տարավ եւ հետաքրքիր է, որ այս խաղի ժամանակ էլ ինչն էր առանձնահատուկ, որ նրանք Թրամփի ոճով են բարել եւ տոնել իրենց հաղթանակը, Բելգիայի ազգային հավաքականը վստահ հաղթանակով 4-1 հաշվով առավելության հասավ, այո, ԱՄՆ-ի հավաքականի հանդեպ դուբլի հեղինակ դարձավ Շարլ դե Կետելարեն, ասենք որ հուլիսի 10-ին ժամը 23-ից արդեն կհետևենք Իսպանիա-Բելգիա դիմակայությանը եւ Իսպանիան սրանով նաեւ պատմություն կերտեց, քանի որ 16 տարի անց հայտնվեց քառորդ եզրափակչում, երկու խաղակեսերում էլ թիմերը հավասար էին խաղում, բայց երկրորդ խաղակեսի ավարտից անմիջապես հետո Մերինոն կարողացավ գրավել դարպասը։ Սպասենք ֆուտբոլային կրքերը աստիճանաբար հանգուցալուծվում են, այս ամիս դե կտեսնենք թե ով է դառնալու ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողը։ Այս առաջնությունը աչքի են կնում իր անսպասելի զարգացումներով, հիշում ինչպես Գերմանիայի հավաքականին տուն ճանապարհեցին։ Անսպասելի զարգացումներով, նաև նրանով, որ խաղերը ոչ այնքան բարենպաստ ժամերի են աշխարհի այս կողմում ապրողներիս համար, բայց ֆուտբոլասերները բնականաբար ակտիվորեն հետևում են բոլոր զարգացումներին։ 10:36 եւ մենք շարունակում ենք։
cuerpo para darle alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría, Macarena, Macarena. Dale a tu cuerpo alegría, Macarena, que tu cuerpo es para darle alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría, Macarena, Macarena. Alegría Macarena, que tu cuerpo es para darle alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena, Macarena. Dale a tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo es para darle alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena, Macarena. My name is Macarena. Always at the party con las chicas que son buenas. Come join me, dance with me. I know you fellas chant along with me. Dale a tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo para darle alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena, Macarena. Dale a tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo para darle alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena, Macarena. Dale a tu cuerpo alegría Macarena, que tu cuerpo para darle alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría Macarena. Սուրճ ու սեր առավոտից։ 19:40 րոպե ձեզ հետ Հանրայինի առաջին ալիքն է։ Մենք հիմա առանց նայ դուք ողջունում ենք բոլոր քաղցրասերներին, հատկապես շոկոլադասերներին, որովհետև հուլիսի 7-ը շոկոլադի միջազգային օրն է, եթե եթերաժամի սկզբից մեզ չէիք հետևում, այդ մասին մենք խոսեցինք, եւ հիմա ժամանակն է, որպեսզի ձեզ ներկայացնենք հետաքրքիր փաստեր, տեղեկություններ հենց շոկոլադի մասին, եւ տեսնենք թե ինչով է առանձնանում այս քաղցրավենիքի մասենք, բայց ժամանակին այն ամենևին էլ քաղցրավենիք չի եղել։ Կարծում հետաքրքիր կլինի հատկապես նրանց համար, ովքեր հիմա սուրճը ըմբում են շոկոլադով։ Շոկոլադե սալիկով։ Շոկոլադը պատրաստվում է, գիտենք բոլորս, էլ կակաոյի հատիկներից, որոնք հիմնականում աճում են արևադարձային շրջաններում։ Դե իսկ կակաոյի ծառը կարող է ապրել ավելի քան 100 տարի, բայց առատ բերք տալիս է միայն կյանքի մոտ կեսի ընթացքում։ Մարդու նման։ Բա, տարքիրը չէ։ Հին ացտեկների քաղաքակրթություն եւ մայաների քաղաքակրթության շրջանում կակաոյի հատիկներն այնքան արժեքավոր էին, որ դրանք հաճախ օգտագործվում էին որպես փող, այսինքն որպես տարադրամ, իրականում ացտեկների եւ մայաների քաղաքակրթությունները հենց կակաոյի հատիկներն էին օգտագործում։ Դե իսկ առաջին շոկոլադը ոչ թե սալիկ էր, այլ դառը տաք ըմպելիք, որը խմում էին համեմունքներով։ Սև շոկոլադը, որը իր բարձր կակաոյի պարունակության շնորհիվ հակաօքսիդանտներ է իր մեջ ներառում, նաև դրանք օգտակար կարող են լինել սրտանոթային առողջության համար, եթե իհարկե օգտագործվում է չափավոր։ Շարունակում ենք ըմպել սուրճ շոկոլադով, շարունակությունը հաջորդ թիթը լսելուց հետո։ Needed you to be strong. I never needed you for pointing out my wrongs. I never needed pain. I never needed strain. My love for you was strong enough, you should have known. I never needed you for judgment. I never needed you to question what I spend. I never asked for help. I take care of myself. I don't know why you think you got a hold on me. And just a little even conversations. There isn't anything for you to say. And my eyes hurt, and shiver. So look at me and listen to me. Because I don't
never needed your corrections on everything from how I act to what I say. I never needed words, I never needed hurt, I never needed you to be there every day. I'm sorry for the way I let go of everything I wanted when you came along. But I am never beaten, broken, not defeated. I know next to you is not where I belong. And it's a little late for explanation. There isn't anything that you can do. And my eyes hurt and shiver, so you will listen when I say I don't want to stay another minute. I don't want you to say a single word. Hush, 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 hush. There is no other way. I get the final say because I don't want to do this any longer. I don't want you. There's nothing left to say. Hush, 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 hush. I'm already spoken. All of this broken, baby. Hush, hush. First I was afraid, I was petrified. Kept thinking I could never live without you by my side. But I spent oh so many nights thinking how you did me wrong. But I grew strong, I learned how to carry on. Hush, 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 hush. I'm already spoken. All of this broken, babe. Oh no, no, I will survive. As long as I know how to love, I know I'll stay alive. I've got all my life to live. I've got all my love to give, and I will survive. I will survive. Hush, 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 hush. There is no other way. I get the final say. I don't want to do this any longer. I don't want you. There's nothing left to say. Hush, 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 hush. I'm already spoken. All of this broken, baby. Hush, hush. Սուրճ ու սեր առավոտից։ 10:46 րոպե ձեզ հետ հանրային ռադիոն է։ Մենք շարունակում ենք խոսել շոկոլադի մասին եւ հետաքրքիր փաստեր ներկայացնել շոկոլադասերների համար, քանի որ հուլիսի 7-ը շոկոլադի միջազգային օրն է։ Եվ ինչպես գիտենք, շոկոլադ ուտելիս ուղեղում արտազատվում են նյութեր, որոնք կապված են հաճույքի եւ լավ տրամադրության հետ, եւ այդ պատճառով շատ մարդիկ այն համարում են ուրախացնող մթերք։ Եվ հենց դա է պատճառը, որ ամեն տարի աշխարհում սպառվում են միլիոնավոր տոննա շոկոլադներ, իսկ ամենամեծ սպառողներից համարվում են հենց եվրոպական երկրները։ Օրինակ դու սիրում ես սպիտակ թե դառը շոկոլադ։ Չէ, սպիտակ շոկոլադ չեմ սիրում, դառն էլ շատ չէ։ Թե կաթնային։ Շոկոլադ, բայց քաղցր։ Այո, դառը շոկոլադ ես էլ չեմ։ Եթե նաև մեջը ոչ կոտրած, այլ ամբողջական պնդուկներ են, էլ ավելի լավ։ Դե կներեք։ Սպիտակ շոկոլադը տեխնիկապես բարձում է, չի համարվում իսկական շոկոլադ, եւ շատ մասնագետների կողմից, քանի որ այն չի պարունակում կակաոյի չոր մասեր։ Այն հիմնականում պատրաստվում է կակաոյի կարագից, շաքարից եւ կաթից։ Ամենամեծ շոկոլադեսալիկները կարող են կշռել մի քանի տոննա եւ հաճախ պատրաստվում են համաշխարհային ռեկորդներ սահմանելու համար։ Նաև իմանանք, որ շոկոլադը վտանգավոր է շունիկների համար եւ որոշ այլ կենդանիների համար եւս, քանի որ պարունակում է թեոբրոմին, որը նրանց օրգանիզմը չի կարող արդյունավետ կերպով մշակել։ Այնպես որ ձեր շներին շոկոլադ հաճախ եք լսում, որ շուն ունեցող ընտանիքները այլ մարդկանց արգելում են քաղցրով կերակրել իրենց չորկոտանի բարեկամներին, որովհետև այն իսկապես վտանգավոր է նրանց առողջության համար։ Դες մենք շարունակում ենք 10:47 րոպե։ Where's all my soul sisters? Let me hear your flow, sisters. Hey, sister, go, sister, soul, sister, flow, sister. Hey, sister, go, sister, soul, sister, go. He met Marmalade down in old Moulin Rouge, strutting her stuff on the street. She said, hello, hey, Jill, you wanna give it a go? Get you, yeah, yeah, za-za. Yeah, yeah, yeah. Mocha chocolate.
the garter belts. Let them know we bout that cake straight out the gate. Be independent women, some mistake us for whores. I'm saying, why spend mine when I can spend yours? Disagree? Well, that's you, and I'm sorry. I'ma keep playing these cats out like a car. High heel shoes, getting love from the dudes, 4 badass chicks from the Moulin Rouge. Hey, sisters, soul sisters, better get that dough, sisters. We drink wine with diamonds in the glass by the case, the meaning of expensive taste. You want an inche, ay, ay. Come on. Mocha chocolate. What? Rio Lady Mama. One more time, come on now. Christina, Pink, Lil' Kim, Maya, Rottweiler baby, Moulin Rouge, Misdemeanor here. Station with the best music. Best music. I love the music. Best music. 19:52 րոպե, մենք դեռ հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք։ Եթերաժամի վերջին րոպեներն են, եւս մեկ անգամ հիշեցնենք, օրվա ընթացքում տեղումներ են կանխատեսվում թե հանրապետության ամբողջ տարածքում, այդ թվում եւ Երևանում, այնպես որ տանից դուրս գալուց առաջ մի մոռացեք անձրևանոցների մասին, որոշ հատվածներում հանրապետության իդեպ այդ անձրևները լինելու են հորդառատ։ Մեր մայրաքաղաքում այսօր առավելագույնը 30 աստիճան տաքություն է կանխատեսվում ցերեկը, երեկոյան 25, իսկ ահագիշերը 20 աստիճան տաքություն է լինելու։ Եվս հեռախոսային հավելվածի երկու նիշով արդեն բարձրացավ 24 աստիճան է այս պահին։ Հետևում ենք նաև Երևանի ճանապարհային քարտեզի վերջին թարմացումներին եւ այս պահին երկկողմանի խցանված է Վարդանանց փողոցը, եթե այդ կողմ պետք է գնանք, ապա ավելավե շրջանցեք, մեկ այլ ուղի ընտրեք, նաև ունենք ավտովթար հանրապետության փողոցի վրա Վարդանանց հանրապետության փողոց Խաչմերուկի Վարդանանց եւ հանրապետության, այո։ Այսպիսին երևիճակը խցանումային նիշը շարունակում է մնալ 7 բալ, նաև մեկ ավտովթար էլ ունենք Հայ նախագիծ շենքի հարևանությամբ Չարենցից, որ պետք է բարձրանանք դեպի Հերացի վերև։ Հուսանք ճանապարհատրանսպորտային վթարները թեթև եւ առանց լուրջ կորուստների վարորդներին եւ ուղևորներին եւս մեկ անգամ կոչ ենք անում լինել զգոն, լինել զիջող, հաճախ նաև այդ անզիջողականությունն է դառնում վթարների եւ խցանումների պատճառ։ Շնորհակալ ենք, որ հուլիսի 7-ի առավոտը անցկացրեցիք մեզ հետ, դե իսկ եթերում աշխատեցին Սևակ Հակոբյանը եւ Տիգրան Հարությունյանը, վաղը 9:30-ից կրկին կլինենք եթերում, որպեսզի ձեզ ներկայացնենք օրվա ամենակարևորն ու հետաքրքիրը, իսկ հիմա եթերը եզրափակում ենք Taylor Swift-ի երգով։ Միանշանակ։ Լավ օր ձեզ, կհանդիպենք։ I heard you calling on the megaphone. You wanna see me all alone. As legend has it, you
are quite the pyro. You light the match to watch it blow. And if you'd never come for me, I might have drowned in the melancholy. I swore my loyalty to me, myself, and I. Right before you lit my sky up. All that time I sat alone in my tower. You were just honing your powers. Now I can see it all. Late one night, you took me out of my grave and saved my heart from the fate of Ophelia. Keep it 100 on the land, the sea, the sky. Pledge allegiance to your hands, your team, your vibes. Don't care where the hell you've been. 'Cause now your mind is about to be the sleepless night you've been dreaming of. The fate of Ophelia, the eldest daughter of a nobleman. Ophelia lived in fantasy, but love was a cold bed full of scorpions. The venom stole her sanity. And if you'd never come for me, I might have lingered in purgatory. You wrap around me like a chain, a crown, a vine, pulling me into the fire. All that time I sat alone in my tower. You were just honing your powers. Now I can see it all. Late one night, you took me out of my grave and saved my heart from the fate of Ophelia. Keep it 100 on the land, the sea, the sky. Pledge allegiance to your hands, your team, your vibes. Don't care where the hell you've been. 'Cause now your mind is about to be the sleepless night you've been dreaming of. The fate of Ophelia is locked inside my memory, and only you possess the key. No longer drowning and deceived, all because you came for me. Locked inside my memory, and only you possess the key. No longer drowning and deceived, all because you